հատկանշական է, որ այս մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները Հայաստանի Հանրապետությունում են։ Հայի անուն ազգանուն ունեցող մարդիկ են միայն նրա թշնամիները, որտեղ այլ ձև չես կարող բացատրել, թե ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը, այսպես վիզը ծուր կանգնում Ալիևի առաջ ասում, արի գնանք սուրճ խմենք, կամ Էրդողանի գիրքը սենց ոգևորված իր կրծքին սեղմում կանգնում, հետո գալիս Հայաստանի Հանրապետությունում թուր ճոճում բոլորի նկատմամբ, հոգևորականների, կաթողիկոսների, նախագահների, գործարարների։ Պարոն Սուքիասյան, ձեզ դուր է գալիս այս իրավիճակը, երբ գործարարներն են այսպես թիրախավորվում։ Վստահ եմ, որ դուր չի գալիս, բայց ես կարծում եմ, որ բոլորն էլ իրենց կարծիքը այստեղ պետք է հայտարարեն այդ մասով։ Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլ է, ուրիշ ոչինչ։ Սիրելի ժողովուրդ, հանկած չմոլորեցվեք այն պնդումներով, որ սրանք առանձին անհատների, առանձին հոգևորականների կամ կաթողիկոսի հետ քննարկումներ են։ Սա մեր ազգային ինստիտուտը ոչնչացնելու հարց է։ Վաղը կարծես թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնում։ Գոհ կլինեն այնտեղ ձեզանից։ Շատ գոհ կլինեն, վստահ եմ գոհ կլինեն։ Նախ այստեղ իհարկե կարևոր է հասկանալ, թե Թուրքիա գնալը ինչ օրակարգ ունի, այնտեղ ինչ է քննարկվելու։ Բայց քանի որ շատ է խոսում նաև սրբապղծություններից, ես ուզում եմ ասել, թե ինչն է ինձ համար սրբապղծությունը։